Բալիս ես։ Էլի ստեղից է, չէ։ Էս Տոմասին չխոսենք թե այ ախպերեսի այնանք էդ էլ մի իմացի։ լավ ոնց ասես Խմելունա, չէ։ Թե որը կոյուղինա։ Այն անգամ գիտեմ, ես հիշում եմ եկել եմ։ էլի նույնն է Սենց դուրս է գալի։ Շատ ինչ մի շաբաթ։ Շատ։ Իսկ ռոբոտների գործան հասցեն ոնց էր։ Վախու 111 ռոպ Սենց գարշահոտը Նստեն այ սենց Ամանց Ապրիլի 5-ն է, հերթական անգամ գտնվում ենք Երևանի Մալացիա Սեբասիա վարչական շրջանի Ռաֆու փողոցի այն հատվածում, որտեղ արդեն երկար ու ձիգ ամիսներ, նույնիսկ 1 տարուց ավելի է, կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս ու այսպես հասնում մինչև 2-3 կիլոմետր հոսում է փողոցով մեկ տների դիմացով հասնում մինչև ռոբոտների ժողովրդին հայտնի ռոբոտների գործարանի տարածք մոտ էլի բազմիցս դիմել ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին վիոլաջրին դե Մալացիայի վարչական շրջանի ղեկավարին էլ դիմում ես ասում է դա իմ գործը չի ես լծակ չունեմ վիոլայի վրա ազդելու մի խոսքով ինչպես հայտնի հարսնացուն հյուսիսից ֆիլմում է որ ասում է դու Իվանի պոչը բռնի հիմա ժողովուրդը խնդրանքով դիմում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին եւ ջրային կոմիտեի ղեկավարին Արամ Մազդ այնքան էլ բարդ ազգանուն այ Արամ Մազդ ջան քո ազգանունը չնայած կարևոր լավ աշխատող ես հա մի խոսքով այդ երկու կառույցներին ենք դիմում որպեսզի այս հարցը վերջապես լուծեն հեսա այս կեղտաջրի միջով երեխաները դպրոց են գնում, մանկապարտեզ են գնում, մի խոսքով այստեղ պիտի լինեք, որպեսզի հոտը զգաք, իսկ վիոլաջուրը միայն վճարումների տերն է, փողը տուր վիոլաջրին, վճարումներ կատարում եք, չէ ժողովուրդ, չէ, ժողովուրդը վճարումներ կան, նույնիսկ գիտեմ, որ բնակիչներ կան, ովքեր կանխավճար են վճարում, 3-4 ամիս են, որ ասա բիրիկ վճարում են, որպեսզի պարկ չլինի վիոլաջուրը չգային 7 գլխանի հրեշի նման դռան պռունկին նստի, հիմա այս դեպքում վիոլաջրի փնթի աշխատանքի արդյունքում ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ վիճակ։ Այս տեսնում եք, այսպես մի քանի անգամ բարձրաձայնել ենք այս խնդիրը ամեն անգամ խոստացել են թե կլուծեն, բայց այդ ամենը սին ու դատարկ խոսքեր է։ Տեսեք, այստեղ այս պայն մի քիչ դադար է, կեղտաջրի դուրս տալը այս պայն մի քիչ դանդաղ է, բայց
երբ աշխատողները երեկոյան գալիս են տուն, իրենց սանիտարական պայմաններն են հոգում, ավելի է շատանում, անգամ ձեր բերած տրանսպորտն այդ կեղտաջրի միջով գնում, տեսեք։ Միչև հասնում է եսին որտեղ։ Միչև որտեղ ասում ես կեղտաջուրը։ Մեն անգամ ձեր հայատն էլ էր էլի լցվում։ Պես գնում է։ Անտանելի հոտը սպանում է։ Տեսեք։ Սա կեղտաջրեր են։ Սենց որ գնամ միջև 2 կիլոմետր կգնաս, ոտով միջև ռոբոտների գործարան։ Անհենա, ձեր բերած ընդիր տրանսպորտը ստեղովայցում են այս կանգարարը կեղտաջրի մեջ մարդը։ Որտեղ կանգնի, կեղտաջրի հարևանությամբ կանգար։ Ստե պտիել եք հոտը զգակ։ Սենց գնում հասնում է եսին որտեղ։ Կեղտաջրի միջով մարդիկ մեքենաները վարում են, հետո ասում են Գենան պայք։ Կեղտաջրի միջով մաքուր ավտոն էթում է։ Փոսերը գրգելով։ Կեղտաջրի միջով մարդիկ էթում են, ինչ անում։ Կվերանես կեղտաջուրը կոյողաջուրստից։ Amanz kişi yaz.
Եզել ոնց ալնում։ Միչև ուր է հասնում կեղտաջուրը։ Էսա գալինք մեն փոսը մի անգամից բերում են ձեր մոտ, չէ՞, ավտոները։ Երեխայր են գե։ Ինչից, քայլելուց։ Ձեր բերածնդիր ավտոբուսը կանգարանում կեղտաջրի մեջ։ Մարդը կանգարանում։ Ներեսա, մարդը կեղտաջրի մեջ կանգարանում, ինչ անի։ Ինչ անի մարդը։ Ինչ պետք է լինի։
Այն ներքևն դաշնամուրի զավոդն է, չէ՞։ Ռոբոտների ասում դաշնամուրի։ Հա, փլավ։ Նոտաները փլավ։ Էսը տրանսպորտի վերջին կանեցն է։ Մտամ կանեց է, էլի կոչվում։